Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից երկու երկրների ղեկավարների ելույթները շարունակում են արտացոլել կողմերի միջև առկա խորը տարաձայնությունները եւ հակասական մոտեցումները։ Չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերսկսման եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման համաձայնություններին, հռետորաբանությունը կոշտ է, երբեմն մեղադրական։ Իլհամ Ալիևի ելույթները որպես կանոն շեշտում են Լեռնային Ղարաբաղի հարցի լուծված լինելու հանգամանքը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնումը։ Իլհամ Ալիևը պարբերաբար օգտագործում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, այն ներկայացնելով որպես տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման առանցքային տարր։ Այս խոսույթը հաճախ ուղեկցվում է Հայաստանին ուղղված մեղադրանքներով խաղաղության օրակարգը խափանելուց մինչև ապատեղեկատվության տարածում։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է հանգեցնի նաև Նախիջևանի հետ անարգել կապի ապահովումը հայկական Սյունիքի մարզով։ Նիկոլ Փաշինյանը իր հերթին ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացնում է տեսակետներ, որոնք ըստ էության պաշտպանում են Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Թեև ոչ այդ ամբիոնից, բայց նաև հաճախ մատնանշում է Ալիևի կողմից Զանգեզուրի միջանցք արտահայտության կիրառությունը, այն որակելով որպես ինքնիշխանության ճանաչման սկզբունքի կոպտագույն խախտում։ Փաշինյանն ընդգծում է, որ միջազգային համաձայնեցված որևէ փաստաթղթում նման արտահայտություն չկա, եւ Հայաստանը ի դեմս իր խաղաղության խաչմերուկ ծրագրի առաջարկում է տարածաշրջանային կապերի ապաշրջափակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ մաքսային հսկողության պայմաններում։